ովքեր որ ավետարանը տարածում են, իրենց է վերաբերվում, ու նաև անհավատ մարդկանց, ովքեր լսում են Աստծո խոսքը։ Աստված Եզեկիել մարգարեին 33-րդ գլխում առաջի խոսքից 9-րդ խոսքում ասում է հետևյալը. Աստված Եզեկիելին Բահակ է կարգում, եւ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. Մարդու որդի, խոսիր քո ժողովրդի որդիների հետ եւ նրանց ասա. Եթե մի երկրի վրա սուր բերեմ եւ այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից ու նրան իրենց համար դետ դարձնեն եւ նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի եւ իր ժողովրդին զգուշացնի, բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի, նրա արյունը իր գլխին պիտի լինի, նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ, նրա արյունը իր վրա պիտի լինի, եւ եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր, բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է ու փող չհնչեցնի եւ ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա եւ նրանցից մի հոգու տանի, այդ մարդը իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու։ Ուրեմն դու, մարդու որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես, երբ ես ամբարիշտին ասեմ, ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտը իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ, իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։